մենք այսպես քրիստոնեական փիլիսոփայության տեսանկյունից ենք նայում, ապա հույսը դա փաստացի այն գլխավոր բաներից է, չէ՞, այն 3 հիմնական հենասյուներից է, որի վրա հիմնվում է մարդ իր երկրային կյանքում, հա, հույս, սեր, հավատ, չէ՞, այդ հույսը գլխավորներից մեկն է եւ ես շատ դժվար եմ պատկերացնում մարդուն, որը որ հուսալքված է, այսինքն երբ որ հուսալքված է մարդը մեռնում է Այսինքն այդ շատ կարևոր է։ Տեսնես, որ իր աչքերի մեջ եթե հույս չկա, վերջ, ինքը ուզում է ամենաառողջ մարդն է լինի, ինքը միանգամից այսպես թուլանում է, միանգամից իր մոտիվացիան կորում է եւ այլն, եւ այս իմաստով դրա համար հույսը պատահական չէ, որ քրիստոնեության մեջ էական բան է, էական ոնց որ արժեք է։ Երկրորդ, որ շատ էական է, էլի ֆիքս է, որ մեր ուսումնասիրած երկրները, մեր ճշնամիները, Ադրբեջանը եւ Թուրքիան էական ռեսուրսներ են ծախսում առաջին հերթին հենց նրա վրա, որ մեր մոտ հույսը ջարդեն։ Այսինքն իրանց սա քարոզության այս մեխերից մեկը այն է, որ իրանք քարոզեն, որ հայեր դուք շանս չունեք եւ մի իզուր մի բան արեք, հույս մի ունեցեք, որ կստացվի ձեզ մոտ։